իշխանությունները արդեն գնացած են, իրենք էլ են դա տեսնում, օնուսները բարձրացել են, վթարները շատացել են, որի արդյունքը լինելու է եկող տարի սակագնի բարձրացում։ Բարի գալուստ Աչափնյակ վարչական շրջան, ուժեղ Հայաստան դաշինքի կենտրոնական գրասենյակ։ Բնակիչներին գալիս են, մոտենում են, իրենց աջակցությունն են հայտնում ուժեղ Հայաստան դաշինքին, ովքեր որ ցանկանում են որպես աջակից մեզ միանան, երեխաները իրանց հետ խոսում են, բացատրում են մեր ծրագրերը, 13 քայլերը եւ բնակիչների հետ աշխատանքներ ենք տանում։ Հայաստան դաշինքի աջակիցներ ջան, մենք այսօր գնում ենք Աչափնյակ վարչական շրջանի Խոպան թաղամաս Քարոզարշավի։ I'm just calling to say Հոբոխության համար, հոբոխության համար։ Սամվել Կարապետյանը ներկայանում է ուժեղ Հայաստան դաշինքով։ Համար, Պարոն Ղազինյան, ինչ տպավորություններ ունեք Քարոզարշավից, արդեն տևական ժամանակ է մեկնարկել է, ինչ է կատարվում, ինչպես են մարդիկ ընդունում եւ նաեւ վարչական ռեսուրսի կիրառում միանգամից հարցնեմ, տեսնում եք, կա արդյոք։ Ճիշտն ասած, սպասվածից ավելի լավ, որովհետեւ դուք էլ մեզ հետ քայլում եք, տեսնում եք, մարդիկ, այո, իրականում փոփոխություններ են պահանջում եւ այդ պահանջը դրսեւորվում է իրենց վերաբերմունքով, անգամ այս վախի մթնոլորտի շատ բարձր այսպես չափը, որ բռնել է իշխանություն, անգամ դա չի աշխատում եւ համոզված եմ, որ իշխանությունները արդեն գնացած են, իրենք էլ են դա տեսնում, այդ իսկ պատճառով փորձում են ոչ թե առարկայական բանավեճ ծավալել, ոչ թե խոսել ծրագրերից, այլ վիրավորել այսպես քաղաքական գործիչին եւ դաստիարակված մարդուն ոչ հարիր գործելավոճով առաջնորդվել, դուք ինքներդ եք տեսնում, սա ամենօրյա մեր այսպես քայլերթերից է, ծանոթացնում ենք ծրագրերին, չի կարելի, ծանոթացնում ենք ծրագրերին եւ մարդկանց հետ շփվում ենք, զրուցում ենք եւ առանց որևէ մեկին թիրախավորելու համոզված ենք, որ ժողովուրդը տեսնում է փոփոխությունը իդեմս Սամվել Կարապետյան։ Պարոն Ղազինյան, չեմ կարող չանդրադառնալ մի քանի թեզերի, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը պարբերաբար իր բոլոր քարոզարշավներին, բոլոր համայնքներում քարոզարշավների ընթացքում ասում է, թիրախավորելով ուժեղ Հայաստանին եւ մասնավորապես Սամվել Կարապետյանին պարբերաբար մեջբերում է հեծը եւ պարբերաբար պնդում է, որ հեծը հավելագրումներ է արել մանկապարտեզներին, համայնքապետարաններին, զորամասերին եւ այլն եւ այլն։ Խնդրում եմ պարզաբանեք եւ բացահայտեք ի վերջո, եթե այդպես է, ինչու է կարել եւ եթե ոչ, ինչու քրեական գործեր չկան։ Քրեական գործեր իմիջիայլոց կան, ժամանակավոր կառավարիչը անդադ հայտարարում է, որ 10, 20, 30, չգիտեմ ուր է հասել արդեն քրեական գործերով, արդեն 10 ամիս եւ ավելի է։ Իրենց իրավապահ մարմիններն են ցուցումներով գործող, դե թող հայտնաբերեն։ Այսինքն կամ քրեական գործերը քննեն, կալանավորված չկա, ինչ վերաբերվում է հավելագրումների իրավական գործընթացին, վարչական դատարանը Առաջիացյանը ամենայն դեպս ֆիքսել է, որ հանձնաժողովը հավելագրումների մասին կետը, որպես լիցենզիայի զրկման հիմք,
այդ հիմքով զրկել է ոչ իրավաչափ եւ համարել է չափածուցված։ Հիմա ինչ եմ ասում ամենայն դեպս Արարատյանի օրինական ուժի մեջ մտած չէ իհարկե, իրենք էլ են բողոքարկել, մենք էլ բողոքարկել ենք մնացած 3 կետի վերաբերյալ, բայց ամենայն դեպս այս պահին դատարանը ֆիքսել է, որ դա օրինաչափ չէ։ Հիմա այս պահին իշխանությունների կողմից հայտարարելը, որ եղել են հավելագրումներ, բնորոշումը կլինի ոչ եթերային, թույլ տվեք լռել։ Ամեն դեպքում չկա ապացույց, կան եզակի դեպքեր, խնդրեմ, ովքեր կատարել են այդպիսի արարքներ, թող պատասխանություն կրեն։ Համակարգվածություն չի եղել, առաջի օրից հայտարարում եմ, հավատացած եղեք, եթե դա լիներ համակարգված, ես հենց հիմա ձեզ հետ խոսելու չէի լինի։ Առանց պատճառի են մարդկանց կալանավորում, պատկերացրեք իմ հետ ինչ արած կլինեին։ Այսինքն ամեն համայնքում Նիկոլ Փաշինյանը ստում է, երբ այդպիսի հայտարարություններ է անում, երբ բարբերաբար իրեն բնորոշ ոճով հայտարարում է, որ գողացել են ձեզանից յուրաքանչյուրի, ձեր գրպանն են մտել եւ այլն։ Տեսեք, յուրաքանչյուր քաղաքական ուժ կարող է դիրքավորվել իր ուզած ձևով, բայց Թանապես մարդը, քաղաքական գործիչ, առավել ևս վարչապետը պետք է խոսի փաստերով։ Եթե ինքը ստախոս չլիներ, կարող էր ասել օրինակ, ունենք տասնյակ դեպքեր, ընդունենք, չնայած այդքան էլ չկա։ Բայց խոսել համակարգվածության մասին եւ մտել է 3 միլիոն մարդու գրպան, ինչ ասեմ, մեր ժողովուրդը շատ լավ տեսնում է, մեր ժամանակ այսպես շակերտների մեջ ճգնաժամային վիճակ էր, ոնց են կառավարել եւ իրենց վերցնելուց հետո ինչ է կատարվում հեծում։ Հավատացած եղեք, կորուստները բարձրացել են, վթարները շատացել են, որի արդյունքը լինելու է եկող տարի սակագնի բարձրացումը։ Այս տարի զսպել են այլ ֆինանսական միջոցներ ներգրավելով ու կոնկրետ ատոմակայանի համար, բայց ֆիքս այսպես չեն թույլ տվել աճը, որովհետև նախընտրական տարի է։ Բայց հաջորդ տարի արդեն եթե Աստված մի արասցե հաղթեցին, այլ ոչ մի բան չի զսպելու։ Նաև պարբերաբար պնդում է, որ հեծը այլևս դե ֆակտո պետական է եւ շուտով նաև դե յուրե կլինի պետության սեփականությունը։ Սրան ինչպես է արձագանքում, եթե չեմ սխալվում, իրավական գործընթացները ավարտված չեն։ Ասեմ ձեզ, նախ դե ֆակտո պետական չէ, դե ֆակտո գտնվում է փոքրիկ խմբակի տիրապետության տակ, դա գրաված է, դա զավթած է։ Երկրորդը հայտարարել, որ շուտով դե յուրե կլինի պետական, դա նշանակում է հայտարարել, որ արդեն գիտեն գնահատողն ով է, արդեն գիտեն, որ որևէ իրավական ճանապարհով այսպես ստացած որոշումը հաշվի չեն առնելու, այսինքն բեսպրիձելը հասելա, չգիտեմ որ մակարդակին, չնայած ձեզ անկեղծ ասեմ, Արցախը, մեր կորուստները, մեր զոհերը, մեր հերոսների նահատակված այդ ամբողջ բոլոր հանգամանքները հաշվի առնելով, այս ինչ որ հիմա անում են, հավատացեք մանրուքներ են։ Ասեմ ձեզ ավելին, Աստված մի արասցե ընտրվեցին, սակագնի բարձրացումն էլ է համարվելու շատ փոքր բան։ Ինչեր են պատրաստվում անել։ Համարտադրական փոփոխություններից սկսած անկլավներով ամբողջ։ Եվ նաև ձայնագրություններին կուզեի անդրադառնանք, պարոն Ղազինյան, երևի թե օր չկա, որ մենք մի ձայնագրության ականատես չլինենք, մի ձայնագրություն չլսենք, թե ինչպես է այսպես տարբեր կերպ կաշառք բաժանվում, կաշառք բաժանելը մի քիչ այսպես հարաբերական ասած է, ամեն դեպքում այսպիսի ձայնագրությունները պարբերական բնույթ են կրում, մեր առօրյան են դարձել, նախ այդ ձայնագրությունները դուք տեղյակ եք, որքանով իրավական ճանապարհով են ձեռք բերում, ապա նաև որքանով իրականությանը համապատասխանում են, ինչ եք անում այս առումով։ Տեսեք, իմ կարծիքով իշխանությունների եւ անգամ քննչական կոմիտեի տարածած հայտարարությունների մեջ կա խնդիր միանշանակ, որովհետեւ իրավունք չունի ոչ ոք հայտարարություն անել եւ պնդում անել կոնկրետ ընտրակաշառքների մասով, քանի դեռ չկա մեղադրական դատավճիռ օրինական ուժի մեջ մտած։ Հիմա քննչական կոմիտեի հայտարարությունը երբ որ կարդում ես, վերևի քննչական կոմիտեն փակես, քեզ կթվա դատարանի որոշումը արդեն ֆիքսված եւ այլն եւ այլն։ Երկրորդը, ընտրակաշառքի բնորոշումը շատ հստակ է։ Ինչ որ մեկին վճարել կամ նյութապես շահագրգռել կամ խոստանալ
ակնկալելով կամ պահանջելով նրա քվեն ընտրությունների ժամանակ։ Հիմա այս պարագայում գտնել մարդիկ, որոնք աշխատել են, այսինքն եղել են գրանցված շտաբում, նախընտրական բուկլետներ են բաժանել, ծրագրեր են ներկայացրել, այսինքն կատարել են Վարչապետ! Սավեր! Վարչապետ! Սավեր! Վարչապետ! Փոփոխությունների համար երեք! Ուժեղ Հայաստան ունենալու համար երեք! Այսինքն, երբ որ քննիչը հարցնի մարդուն ինչ է արել, այսինքն մարդը կներկայացնի ծանոթացել եմ ծրագրերին, տրեյնինգ եմ անցել, կամավորագրվել եմ եւ այլն, այդտեղ արդեն ընտրակաշառքի թեման վերանում է։ Բայց իրենք դա ձեռ չի տալի, այսպես ասած, որ անեն։ Վերցնում են, ընդունենք ինչ որ մեկի, որը ստացել է վարձատրություն իր կատարած աշխատանքի դիմաց, անունը դնում են ընտրակաշառք։ Բացարձակ իրավական անգրագիտություն։ Ես համոզված եմ, որ քննիչներն էլ, դատախազներն էլ, դատավորներն էլ գիտեն ինչի մասին է խոսքը։ Բայց այսպես ասած գտնվում են ԿՊ-ի, չեմ ուզում շատ կոպիտ բառ օգտագործեմ, բայց մենք իրենց կփրկենք անպայման դրանից եւ ուժեղ Հայաստանում այլևս չի լինելու զանգովի արդարադատություն։ Պարոն Ղազարյան, վստահաբար սա հենց այնպես չի արվում։ Ձեր գնահատմամբ ինչ նպատակ է հետապնդում այդ ամենօրյա այսպես իրավական փաթեթը, որ իրենք փորձում են հավաքել ձեր դեմ։ Շատ պարզ մի նպատակ վախեցնել մարդկանց, որովհետեւ մեր կողքը մարդ չլինի, վախենան։ Հիմա տեսախցիկն է ֆիքսում, սա ընդհանրապես նորից եմ կրկնում, ամենօրյա մեր իրազեկումներն են։ Հիմա համեմատեք փոքրիկ խմբակի ամենօրյա իրազեկումները եւ մեր ամենօրյա իրազեկումները։ Պատկերացրեք, որ ամեն մեր մի աջակցի տանելուց 10 կակ մինիմում, այսպես ասած, կներեք արտահայտության համար ավելանում են։ Եվ մի կարևոր հանգամանք եւս։ Իրենք այդ քայլերով նաեւ փորձում են մարդկանց մոտ սերմանել, որ ձեզ փորձում են գնեն, ձեզ փորձում են փողով, այսպես ասած, գալ իշխանության։ Ձեզ ասեմ շատ կարճ, միգուցե չպետք է ասեմ, բայց այս գաղտնիքը բացահայտեմ։ Սամվել Կարապետյանը ի սկզբանե քաղաքական թիմին, մեր խորհրդին, այսպես քննարկման ժամանակ ուղիղ հայտարարել է։ Եթե անգամ լինեն մարդիկ, ովքեր համաձայնեն կամ ցանկանան, համաձայնելը հանենք, ովքեր ցանկանան անգամ ընտրակաշառք վերցնել, ես չեմ պատրաստվում որևէ մեկին գնել։ Կարճ, դա իր հայտարարությունն է։ Եվ ամենակարևոր հանգամանքը ընտրակաշառք տալու համար պետք է ունենալ այդ գումարը։ Հայտարարում եմ ամենայն պատասխանությամբ, եթե որևիցե մեկին մեր ուժը կառաջարկի ընտրակաշառք, բառից բուն իմաստով, թող դիմեն իրավապահ մարմիններին կամ մեզ, կուսակցության կենտրոնական գրասենյակ, չկա այդ միջոց, այդ ռեսուրսը չի տրամադրվում որևիցե մեկին, որպեսզի նայել ընտրակաշառք բաժան։ Դուք ասում եք նրա համար է, որպեսզի ձեր կողքը մարդիկ չկանգնեն, իսկ բացառում եք, որ նրա համար է, որպեսզի ինչ որ փուլում ձեզ ընտրապայքարից դուրս թողնեն։ Գիտեք, ի սկզբանե, երբ որ ասում էին կարողա չգրանցեն, ես բացառել եմ ինչի համար։ Իշխանությունից 5 պակաս ուժին, այն էլ հայկական, մեր ավանդական, մեր լավ ազգի պարագայում զրկեն քվեարկելու իրավունքից այդ մարդկանց, այսինքն մենք ձգտում ենք 50+1-ի։ Հիմա պատկերացրեք իրավիճակ, որ 50+1-ի ձգտող ուժին այդքան մարդ մնալու է առանց իր սահմանադրական իրավունքի իրացնելու։ Ռիսկ չեն անի ուղղակի, համոզված եմ նաև ընտրապայքարից դուրս թողելու այդ թեման ռիսկ չեն անի, դա կլինի իրենց վերջի սկիզբը հաստատ։